Մածուն եմ դրել վեր դարուն կամ առավել հայտնի որպես մածուն։ թվականին Գագիկ Գինոսյանը այս պարը գրառել է Վեդիից, այնտեղ գտնվող բան ասած Աբրահամ Նազոյանից։ Մինչ այժմ էլ պարը պարվում է Վեդիում, ի շնորհիվ տեղի պարի խմբի, որի պարուսույցն էլ հենց Աբրահամ Նազոյանն է։ Պարի արմատները գալիս են պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Վան կենտրոնից եւ դրա շրջակայքից։ Ցեղասպանությունը վերապրած հայերը վերաբնակեցվում են Վեդիում եւ իրենց հետ բերում են նաեւ իրենց մշակույթը, այսպիսով պարը նաեւ հասնում է մեզ։ Պարի ամբողջական անվանումն է Մածուն եմ դրել վեր դարուն, բայց մեզ առավել հայտնի է որպես պարզապես մածուն։ Դարը Վանի բարբառով նշանակում է բարձր տեղ, այսպիսով պարի ամբողջական անվանումը կարող ենք բացատրել որպես Մածուն եմ դրել բարձր տեղում։ Պարը պարվում էր մերվող մածունի շուրջ։ Ընդհանրապես ամբողջ Գերդաստանի համար մածունը պատրաստվում էր թակույկի, կավե ամանի կամ պուտուկի մեջ եւ այնուհետեւ մերանով լցվելուց հետո դրվում էր մի բարձր տեղում, որպեսզի հասունանա։ Կանայք պարում էին այն համոզմունքով, որ իրենց էներգիան են փոխանցում պատրաստվող ուտեստին, որպեսզի այն չկտրվի եւ լավ մածուն լինի ամբողջ Գերդաստանի համար։ Ըստ ամենայնի, պարը ունի հմայական չարխափան բնույթ, սակայն ըստ մեկ այլ վարկածի, պարը նվիրված է եղել ջրի պաշտամունքին շատ վաղ ժամանակներում, իսկ այնուհետև որոշակի փոփոխություններ անցնելուց հետո հասել է մեր օրեր։ Պարը պարում էին բացառապես մեկ ընտանիքի կամ մեկ Գերդաստանի կանայք, իսկ խմբի սկզբում կանգնում էր տան տիկինը։ Կարևոր է նաև նշել, որ այս պարը յուրահատուկ է ձեռքերի բռնվածքով եւ իր տեսակով եզակի է մեզ հասած ավանդական պարերի մեջ։